իմ կողքը նստած իմ գործընկերոջը, Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։ Շնորհակալություն, նախ ես ողջունում եմ այս քննարկման կազմակերպումը, այլընտրանքային նախագծեր ում մշտապես արդյունավետ եւ արդիական քննարկումներ է կազմակերպում եւ Հայաստանում դրա անհրաժեշտությունը կա։ Ինչ վերաբերում է թեմային, մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի օրվա իշխանությունը դարձել է ճակերտավոր խաղաղության, վախի եւ ժամանակավոր եւ մեկ մարդու կմահաճույքից կախված հրադադարի վաճառական։ Նրանք փորձում են վախի եւ ճակերտավոր այդ խաղաղության միջոցով վերարտադրվել, որից հետո շարունակելու են բավարարել թուրք-ադրբեջանական նախապայմանները, քանի որ դա է իրենց աթոռին մնալու կամ կաշին փրկելու հնարավորությունը։ Այս իշխանությունը վախենում է Սաակաշվիլու ճակատագրին արժանանալուց եւ դրա համար այդ վախից գործողությունների է դիմում, որը ամեն օր Հայաստանը մտցնում է նոր խնդիրների մեջ։ Մեր հասարակությանը մենք պետք է շատ պարզ եւ բաց ներկայացնենք, թե ինչ են նշանակում թուրք-ադրբեջանական նախապայմանները։ Նախ բանակցությունների մասին։ Սուտ է այն պնդումը, որ հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններ են տեղի ունենում։ Իրականում կա միջնորդ, դա Թուրքիան է, եւ կա պահանջներ թելադրող, դա Ադրբեջանն է։ Հայաստանը այդ հարաբերություններում օբյեկտիվ դեր է կատարում, այսինքն ընդհանրապես բավարարում է թուրք-ադրբեջանական նախապայմանները։ Որոնք են այդ նախապայմանները։ Սկզբում մի քիչ կետերով երկար կթվարկեմ, հետո շատ ավելի կարճ ձևակերպում կտամ նրան։ Ուրեմն կային նախապայմաններ, որոնք Թուրքիան ու Ադրբեջանը արդեն ստացել են, բավարարվել են նրանց ուզածը, դա Արցախի ամբողջական կլանումն է, որը տեղի է ունեցել պաշտոնապես 22 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ որ Արցախը դավադրաբար ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Դրան արդեն հաջորդեց Զանգեզուրի միջանցքի պահանջը, բայց սա ամենը չէ։ Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները հետևյալ բովանդակություն ունեն։ Առաջին երկրորդ կետերը կապ չունեն դրանց հերթականությանը։ Ես ուղղակի թվարկելու եմ։ Առաջին հայկական ատոմակայանի փակում։ Երկրորդ Հայաստանի դուրս բերում հարկից եւ ընդհանրապես զրկում դաշնակիցներից։ Երրորդ 102-րդ ռուսական ռազմաբազայի հեռացում Գյումրիից։ Չորրորդ Զանգեզուրի միջանցք։ Հինգերորդ ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ 6-րդ Հայաստանի հանքերի փակում։ 7-րդ հայկական ինքնությունից հրաժարում, որի դրսևորումներից մեկն է նաև եկեղեցու դեմ արշավը։ 7-րդ ռազմատուգանք, քանի որ եթե Հայաստանը պաշտոնապես ընկալում է, որ Ադրբեջանում ապօրինի գործունեություն է իրականացվել զինված ուժերի կողմից, ապա Ադրբեջանը, այսպես ասած, լեգիտիմ իրավունք է ստանում ռազմատուգանք պահանջել։ 8-րդ Հայաստանի պետական կառավարման համակարգի եւ մասնավորապես սահմանադրության փոփոխություն, որտեղ հրաժարվում ենք ամբողջությամբ երրորդ հանրապետության ստեղծման հիմքերից։ Եթե այսպես շարքը շարունակենք, ավելի կարճ կարելի է ձևակերպել, որ մեզ առաջարկում են արևմտյան Ադրբեջան։ Սա քողածածկվում է խաղաղության անվան տակ եւ արևմտյան Ադրբեջանը այն ծրագրային հենքն է, որով հարաբերվում են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի միջնորդությամբ։ Դրա համար Թուրքիայի արտգործնախարարը ուղիղ եւ անթաքույց հայտարարում է, որ պաշտպանում է Հայաստանի օրվա իշխանությանը։ Այս մեսիջը, որը Ֆիդանը հնչեցրեց, ուղղված էր Ամերիկային եւ Ռուսաստանին, եւ մասնավորապես դա նշանակում էր, որ երբ որ Տրամփը հայտարարում է, որ Հարավային Կովկասը Պուտինի կամ Ռուսաստանի ազդեցության տարածքն է, Թուրքիան ասում է, որ պետք չէ այդպիսի հայտարարություններ անել, Հայաստանի իշխանությունը ամբողջությամբ ներկրպանում է եւ պետք չէ, այսպես ասած, դիվիդենտներ տալ Ռուսաստանին, մենք ամբողջությամբ կկլանենք Հայաստանը։
Այս պայմաններում որն է մեր առաջարկը եւ որն է մեր մոտեցումը։ Մենք պետք է արձանագրենք, որ Տրամպի ուղին որպես այդպեսին դա թարգմանաբար իրականում Զանգեզուրի միջանցքն է, որովհետեւ շահում է Ադրբեջանը, շահում է Թուրքիան, տնտեսապես միգուցե շահի նաեւ Միացյալ Նահանգները, բայց չի շահելու հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Փորձում է շահել օրվա իշխանության պարագլուխը, որը դա ներկայացնում է որպես խաղաղություն եւ փորձում է այդ ճակերտավոր խաղաղությունը վաճառել հայ ժողովրդի վրա։ Իրական մոտեցումն այն է, որ մենք պետք է արձանագրենք, որ Տրամպի ուղով ոչ թե Հայաստանը ապաշրջափակվում է, այլ ընդհանրապես Թուրքիայի ու Ադրբեջանի համար անխոչնդոտ տարածք է հատկացվում։ Մենք դրական ենք գնահատում այն, որ Տրամպը ներգրավված է գործընթացների մեջ եւ ցանկանում է իրական խաղաղություն լինի, բայց նաեւ դրական ենք գնահատում այն անկեղծությունը, որը դրսևորում է Միացյալ Նահանգները, հայտարարելով, որ իրենք անվտանգության երաշխավոր չեն։ Իսկ միջազգային հարաբերություններում չկա որևէ նախադեպ եւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի նախատիպը ունեցող որևէ կոնֆլիկտ կարգավորվել է առանց միջնորդ երաշխավորի։ Մեզ պետք է միջնորդ երաշխավոր, մեզ անհրաժեշտ է իրական ապաշրջափակում, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է պարիտետային սկզբունքով հնարավորություն ունենանք Հայաստանից բեռների փոխադրումն իրականացնել եւ Իրան, Նախիջևանի տարածքով եւ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան։ Սա իրական ապաշրջափակումը, որը կոչվում է հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք կոմունիկացիոն խաչմերուկ։ Հակառակ պարագայում մենք ստանում ենք միակողմանի զիջումներ առանց երաշխավորի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը փաստորեն ապահովում է մեկ մարդու միջոցով։ Դա Ալիևն է, որը եթե այդ օրը ցանկանա կլինի հրադադար, եթե չցանկանա չի լինի։ Ես հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից առաջ եւս մի պահ հայությանը հնամցնում էին, որ տեսեք խաղաղություն է, որովհետեւ դիպուկահարների պատերազմը կանգնած է եւ որևէ խնդիր չկա։ Բայց մենք տեսանք, թե հետագայում ինչ հսկայական զոհեր եւ կորուստներ ունեցանք այդ ահռելի մեծ պատերազմի ընթացքում։ Հիմա նույնն է, ուղղակի Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են այս ընթացքում PR ակցիաների միջոցով աջակցել այսպես կոչված ճակերտավոր խաղաղության ծրագրին, որպեսզի 26 թվականի հունիսի ընտրություններից հետո ստանան այն, ինչը ստացան 21 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Մենք չպետք է թույլ տանք 21 թվականի կրկնություն։ Այդ խաբեությունը, որ եղել է 21 թվականին, թե իբր Արցախի համար պայքար ենք մղելու, ինքնորոշման իրավունք ենք պաշտպանելու, խաղաղություն ենք բերելու, մենք չպետք է թույլ տանք այդ խաբեության կրկնություն եւ ես համոզված եմ, որ մեր հանրության աչքերը բաց են եւ իրենք հասկանում են, թե ինչ է կատարվում, ուղղակի պետք է նաեւ այլընտրանք ներկայացնել, որի մասին ես արդեն խոսեցի, մենք պետք է վերաբանակցենք Տրամպի ուղու հետ կապված խնդիրները, օգոստոսի 8-ի հայտարարության հետ կապված նույնպես պետք է բանակցություններ վարվեն եւ հստակ պետք է երևան, թե ինչ երաշխիքներ են տրամադրվում, նայեք նույնիսկ Ուկրաինայի հարցում, երբ որ մենք տեսնենք ուղիղ առճակատում Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այն կետերը, 20 կետերը, որ քննարկվում են, բայց ճիշտ է, համաձայնության չի եկել, բայց հստակ երևում են ինչ երաշխիքներ կան, ինչ process-ներ կան, ինչ ճանապարհային քարտեզ կա։ Մեր պարագայում կա միայն միակողմանի զիջումներ։ Սա անընդունելի եւ սպառնում է Հայաստանի Հանրապետության գոյությանը։ Եվ առաջիկա ընտրությունների ժամանակ մենք պետք է հստակ հարցադրումներով հանդես գանք։ Դուք ուզում եք լինի արևմտյան Ադրբեջան, թե Հայաստանի Հանրապետություն։ Դուք ուզում եք, որպեսզի Հայաստանը ունենա բնական եւ իրական դաշնակիցներ, թե ուզում եք Թուրքիայի կողմից ու Ադրբեջանի կողմից կլանվել։ Դուք ուզում եք Հայաստանի իրական տնտեսական աճ, իրական ապաշրջափակման միջոցով, թե ուզում եք Զանգեզուրի միջանցք եւ Հայաստանի Հանրապետության վերացում։ Դուք ուզում եք տնտեսական ներառական հարաբերություններ, թե ուզում եք, որ օրվա իշխանությունները իրենց հեղափոխական օլիգարխների գրպանները լցնեն, իսկ հասարակությանը նետեն փշրանքներ, դրանք քողածածկելով տարբեր տիպի շոուներով։ Դուք ուզում եք, որ մեր հանրությունը լինի պառակտված, ատոմիզացված, թշնամացած, թե ուզում եք կարևորագույն հարցերով ունենալ միասնական հասարակություն։ Դուք ուզում եք, որպեսզի թոշակառուները անապահով եւ անարժանապատիվ կյանքով ապրեն, թե ստանան գոնե նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք գումարներ։ Դուք ուզում եք փոքր ու միջին բիզնեսը զարգանան, թե ճկռեն օրվա իշխանությունների դրած հարկերի տակ։ Սրանք այլընտրանքներ են, որոնց
հետ կապված պետք է ընտրություն կատարի մեր հասարակությունը եւ ես համոզված եմ, որ եթե քաղաքական ընդդիմադիր դաշտում adekvat եւ միասնական մոտեցում ցուցաբերվի, ապա այս իշխանությունները որևէ շանս չունեն վերարտադրության եւ կարևորագույն խնդիրը այն է, որ մենք հանրությանը համոզենք, բացատրենք, ներկայացնենք, որ պետք է ներկայանալ ընտրության, պետք է մասնակցել քվեարկությանը եւ քաղաքական աղբանոց ուղարկել օրվա տխրահարճակ իշխանությանը։ Այսքանը, եթե կլինեն ընթացքում հարցեր։ Ես մեկ-երկու հարց